Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 26-ն է։ Հայաստանից էլ հետաքրքիր թեմաներ կան խոսելու, ինչպես նաև Իրանի շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ են։ Հատկապես Իրանի շուրջ են հետաքրքիր զարգացումներ։ Ամեն օր նոր եթեր ենք անում եւ ամեն օր շատ հետաքրքիր նորանոր թեմաներ ունենք խոսելու։ Ես նույնիսկ մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչպես կարող է մեկ օրվա ընթացքում հայկական հետաքրքիր թեմաներ կուտակվեն, նոր զարգացումներ այս պատերազմի շուրջ, բայց փաստացի կա եւ դրանում նույնպես դուք այսօր կհամոզվեք։ Սակայն նախքան հաղորդումը սկսել է, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրումների համար, դա չափազանց կարևոր է մեր համար։ Ուրեմն, սկսենք Հայաստանից։ Երեք հետաքրքիր տեղեկություն տարածվեց Telegram-յան ալիքներով, քանի որ ես ազատությունը չեմ ընթերցում, դրա համար եմ հաղումը Telegram-յան ալիքների վրա անում։ Խոսքը վերաբերվում է հիբրիդային այդ խումբը, որ գալու է Հայաստան Եվրամիության կողմից հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար, արդեն կան որոշ կոնկրետություններ։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ անցյալ շաբաթ Եվրամիության արտգործնախարարները հավաքվել էին, նրանք որոշում են կայացել Բրյուսելում, որ այդ խումբը պետք է գա Հայաստան, այն պետք է կազմված լինի մոտ 15 հոգուց եւ աշխատելու է մոտ 15 օր, այսինքն մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ այդ խումբը արդեն կլինի Հայաստանում եւ մոտ 10-ից 15 օր շատ ակտիվ աշխատանքի անցնելու, որպեսզի օգնի Հայաստանի իշխանություններին, դե բնականաբար իշխանություն ասելով տարբեր պետական ինստիտուտներին, այդ թվում նաեւ երևի իրավապահ համակարգին, ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ ընտրություններից առաջ եւ ընտրությունների օր, այսինքն այդ հիբրիդային սպառնալիքների մասին ավելի մանրամասն տեղեկություններով կիսվի դրանց մասին, ունենալով Մոլդովայի փորձը եւ շատ ուրիշ երկրների փորձ, ինչպես նաեւ Եվրամիության երկրների բարձր արտաքին հետախուզության տվյալներ ունենալով։ Երկրորդ կարևոր տեղեկությունը այն է, որ հնարավոր է Եվրամիության դիտորդական առաքելությունը ապագայում փոխարինվի արդեն մշտական Եվրամիության առաքելությամբ Հայաստանում։ Սա շատ հետաքրքիր տեղեկություն է, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում այն կետը, որը կա, գիտեք այդ մասին, դրանով Հայաստանը պետք է դուրս բերի Եվրամիության դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից։ Իսկ հիմա կարող է ամեն ինչ փոխվել այդ առաքելության մեջ, ավելի ընդլայնված եւ ավելի լուրջ, ավելի մեծ դեր ստանա այդ առաքելությունը, ավելի ընդլայնվի եւ ավելի լուրջ կարգավիճակ տրվի այդ առաքելությանը։ Ես որքան հասկանում եմ, կոնկրետ դրա մասին է խոսքը։ Չենք կարող չանդրադառնալ նաեւ երեք ազգային ժողովում տեղի ունեցած հարց-պատասխանին, հայտարարություններին եւ այդտեղ հետաքրքիր մի քանի հայտարարություններ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը։ Հարցը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները սկսել են տեսնել, թե ինչքան լուրջ է Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում մուտք գործել Հայաստանի իշխանության մեջ, այսինքն իշխանափոխություն իրականացնել, դրա համար այսպես ակտիվ անընդհատ հայտարարություններով է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը, բավականին վտանգը մեծ է, այսինքն նույնիսկ եթե այդ ընդդիմադիր կոչվածները պարտվեն ընտրություններում, նրանք կունենան բազմաթիվ սյուրպրիզներ, դրա մասին ես խոսել եմ, եւ դրանից բացի կարող է հասնել նրանց, որ իրենց դիրքերը ել ավելի ամրապնդվեն խորհրդարանում եւ դա կստեղծի շատ անկայուն ոչ ստաբիլ իրավիճակ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները շատ ակտիվ հիմա փորձում են աշխատել հասարակության հետ, փորձում են կանխել այդ ամեն այդպիսի զարգացում իրադարձություններ։ Չնայած իմ պատկերացմամբ այդ ամենը կարելի է լրիվ այլ ձևով կանխել, ինչին այս բայդրությամբ նրանք չեն դիմում։ Ուրեմն, հիմա հիմնական թեման երաշխավորի հարցն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանից մեկ անգամ եւս ասաց, որ մենք չենք հասկանում, որ մեզ հետ
տեղի ունեցած բոլոր պատմական դժբախտությունների պատճառն այն է, որ մենք թույլ ենք տվել մեզ անընդհատ օգտագործեն ուրիշների դեմ։ Դրա անունը դնելով երաշխավոր, չգիտեմ, այսպիսի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։ Այն, ինչ մենք մեր հաղորդման ընթացքում բազմիցս հայտարարել ենք, գրեթե նույն միտքը ես քանի տասնյակ անգամ արտահայտել եմ, քանի որ փոքրուց սիրել եմ ուսումնասիրել հայոց պատմությունը եւ այդ ամենը շատ པարզ երևում է, հատկապես երևում է վերջին 300-400 տարիների ընթացքում։ Եվ հիմա փաստացի նույնն է տեղի ունենում։ Այս անդիմադիր կոչվածները, որ խոսում են երաշխավորի մասին, իրենք կոնկրետ նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ Արադ Միրզոյանն էլ լավ ասեց, որ այս անդիմադիր գործիչները հիմա երաշխավորացավ են կապել ու չեն ուզում հասկանալ, կամ ավելի ճիշտ հասկանում են, չեն ուզում ընդունել, բայց Արադ Միրզոյանը ասում է, որ չեն ուզում հասկանալ, որ երաշխավորները առհասարակ հետապնդում են իրենց շահերը։ Բայց հետաքրքիր է, գիտեք, որի մեջ է, որ երաշխավոր հիմա որ ասում են, արի անկեղծ խոսենք։ Ինչ որ միտեղ Դոնալդ Թրամփը լուրջ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է, եւ այն փաստաթուղթ, որը որ ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին, դա երաշխավորություն չէր, ինչ էր։ Այսինքն, երբ որ իրենք ասում են երաշխավոր, իրանք հստակ նկատի ունեն Ռուսաստանի Դաշնություն, թե չի երաշխավորը կա եւ շատ լավ էլ երևում է։ Կարող են խոսել, որ երբ որ Թրամփը ասում է 8 պատերազմ է կարգավորել, այդ երկրների միջև բազմիցս պատերազմը բռնկել է կրկին, հա կարող են ասել, բայց ես էլ կարող եմ ասել, որ Ռուսաստանը հերթով լքել է իր բոլոր դաշնակիցներին եւ իր դաշնակիցների եւ Պուտինի դաշնակիցների մի մասը հայտնվել է Մոսկվայում, իսկ մյուս մասը Ամերիկայի Միացյալ Նահանգների բանտում։ Դա էլ կարող ենք չի ասել։ Եվ չենք մոռացել, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Լավ, առաջարկում եմ անցնել ուրիշ թեմաների։ Երեք հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ազգային ժողովի նախագահը եւ նա փաստացի ասել է, որ ինքը գոհ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքով։ Այս հարցին ուզում եմ, որ մի փոքր այլ համատեքստից էլ նայենք։ Հետաքրքիր տեղեկություններ ենք մենք ստանում թուրքական մամուլից, արդեն սահուն ձևով անցնում ենք Իրանին, բայց դա մեզ էլ է վերաբերում եւ այս հարցին Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ լարվածություն է նկատվում։ Թուրքական մամուլը գրում է, որ Ադրբեջանը ինչ որ գաղտնի պայմանավորվածություններ ունի Իսրայելի հետ, որով որ Թուրքիայի դուրը չի գալիս։ Եվ Նախիջևանի դեպքերը հավանաբար կազմակերպել է Իսրայելը։ Այսինքն հող են նախապատրաստում, որ Ադրբեջանի տարածքից, Ադրբեջանի միջոցով ապագայում եթե պետք լինի ներխուժեն Իրան։ Եվ այդ փաստը նաև հաստատում է Թուրքիայի ծովային ուժերի նախկին գեներալը, ասելով, որ ինքը ունի նման տեղեկություններ, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջև նման պայմանավորվածություններ կան, բայց Ադրբեջանը դրանից կարող է ավելի մեծ կորուստներ ունենալ, փաստացին նշում է, որ քանի որ այնտեղ քրդերը եւս կակտիվանան, կարող է բախում առաջանա քրդերի եւ ադրբեջանցիների մեջ տեղի ադրբեջանցիների հետ եւ դա արդեն մեծ խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար։ Նույնիսկ պետության տարածքները կհայտնվեն վտանգի տակ։ Եվ այս հայտարարության մեջ էլ կա իրականություն, քանի որ Իրանը երեք սպառնացել է փաստացի իր հարևան երկրներին, այդ մասին էլ կխոսենք։ Հիմա ինչի ես այս հարցին անդրադարձա Թուրքիայի ազգային ժողովի հայտարարության ֆոնին։ Կարող է գալ այնպիսի մի պահ լարվածության Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, ես չեմ բացառում, չընկնենք առաջ։ Իրենք շատ հետաքրքիր յուրահատուկ հարաբերություններ ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բայց կարող է գալ այնպիսի մի պահ, որ Թուրքիան ուզենա բաժել Ադրբեջանին հենց Հայաստանի միջոցով կարգավորելով շատ արագ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հիմնական խոչընդոտը հարաբերությունների կարգավորումը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է։ Եվ դա չի կարող տեղի ունենալ դեռևս ավելի շուտ, քան տեղի ունենում Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա համար կարող է, եթե իրոք ինչ որ սցենարներ կան,
Ադրբեջանի եւ Իսրայելի կողմից դա ազդել արդեն հայ-թուրքական հարաբերությունների վրա դրական իմաստով, բայց ընդհանուր գլոբալ տարածաշրջանի տարածաշրջանային իմաստով շատ հետաքրքիր սուրպրիզներ կսպասեն մեզ։ Եթե հիշում եք, ես մոտ 10 օր առաջ շատ էի խոսում այն սցենարի մասին, որ Ադրբեջանը պլանավորում է ներխուժել Իրան։ Շատերն էին ասում, ուժերը շատ անհավասար են, բայց տեսնում եք, որ նման պլաներ կա։ Եթե Թուրքիայից բարձրաստիճան նախկին գեներալներ են դրա մասին խոսում, եթե դրա մասին է խոսում Թուրքիայի մամուլը, մի բան կա, չէ, մի բան գիտեն։ Եվ ես էլ հաստատի նույն կարծիքին եմ եւ մենք այդ ժամանակ վերլուծում ենք, որ Թուրքիայի շահերից չի բխում նման սցենարը, բայց եթե ամեն ինչ խորանա, կարող է նույնիսկ Թուրքիան աջակցի Ադրբեջանին, որովհետև եթե Իրանի մասնատման գործընթաց սկսվի հանկարծ, ես չեմ ցանկանում նման սցենար, այս պայմանությամբ դա չի երևում շատ իրատեսական, բայց եթե նման սցենար սկսվի ու իրոք բախում տեղի ունենա արդեն քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ, Թուրքիան հանգիստ կներքաշվի այդ պատերազմի մեջ, թեկուզ եւ ինչ որ միտեղ դա ձեռնտու կարող է դառնալ Իսրայելին, ինչը Թուրքիան տանել չի կարող։ Այս աստիճան ամեն ինչ խճճված է, սիրելի հայրենակիցներ։ Երեք մենք նաև տեղեկացանք, որ Էմանուել Մակրոնի եւ Մասուդ Փեզեշքյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի միջև։ Թեման եղել է Հորմուզի նեղուցը հիմնականում։ Դրանց բացի Էմանուել Մակրոնը կոչ է արել հարվածներ չհասցնել հարևան երկրների տարածքին ու ամենակարևորը կոչ է արել Իրանին բարի կամք դրսևորել եւ որպեսզի բանակցություններում հաջողություններ գրանցվեն։ Բայց Իրանից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք հերքում են Թրամփի բոլոր հայտարարությունները, շատ ավելի կոշտ, ռազմատենչ հայտարարություններ, նաև պահանջներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին, եւ այդ հայտարարությունները հստակ տպավորություն ստեղծելու համար են, որ Իրանը հաղթում է այս պատերազմում։ Դրա համար ոչինչ չի մնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սպիտակ տան մամլոխոսնակի մակարդակով հայտարարել այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի իջեցնում իր հարվածների ինտենսիվությունը Իրանի վրա։ Եվ Սպիտակ տան մամլոխոսնակը հայտարարել է, որ դերևս Թրամփը ուսումնասիրում է այդ բանակցությունների հնարավորությունը, բայց հետո մի փոքր ավելի ուշ նա հայտարարել է, այսինքն օրվա ընթացքում հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է շատ ավելի կոշտ գործողությունների եւ Իրանը չպետք է կրկնի նախկին սխալները։ Դրանից բացի Սպիտակ տան Քերոլին Լիվիթը հայտարարել է, որ այս պահից սկսած ցանկացած բռնություն պայմանավորված կլինի միայն նրանով, որ Իրանի ռեժիմը չի ցանկանում ընդունել իր պարտությունը եւ չի ձգտում համաձայնության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց հետաքրքիր մի բայց էլ կա։ Իրանի արտգործնախարարությունը ասում է, որ իրենք մերժել են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկը։ Հավանաբար 15 կետանոց առաջարկի մասին է խոսքը, որի մասին որ մենք երեք խոսում ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 15 կետանոց առաջարկ են ներկայացրել, չգիտեմ կրկնվել արժի թե չէ, դե պարզ է ամեն ինչ։ Եթե մերժել են, ուրեմն ինչ որ միտեղ բանակցել են, չէ՞։ Դրանից բացի շատ լուրջ փորձում են կոնսոլիդացիայի գնալ Թուրքիայի հետ։ Մասուդ Փեզեշքյանը կոմպլիմենտներ է անում Էրդողանի հասցեին։ Երեք էլ խոսել ենք մենք այն մասին, որ Էրդողանը շատ լուրջ քննադատության է ենթարկել Նետանյահուի քաղաքականությունը շատ կոշտ հայտարարություններ անելով, եւ Մասուդ Փեզեշքյանը ասում է, որ ինքը շնորհակալ է իր եղբոր Էրդողանի դիրքորոշման համար սիոնիստական ռեժիմի նկատմամբ։ Տեսնում եք, չէ՞, ինչ հետաքրքիր փոփոխություններ են։ Ադրբեջանը դեպի ուր է գնում, Թուրքիան դեպի ուր։ Փաստացի Թուրքիան այս չեմ արդեն բացառում, որ տակից ամեն ձևով փորձում է օգնել իրանական ռեժիմին։ Թուրքիան արիք մտցնենք այդ ցուցակի մեջ, բայց զգուշավոր, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն է, շատ զգուշավոր տակից այդ հայտարարություններով նույնիսկ օգնում են Իրանին։ Չինաստանը եւ Ռուսաստանը, ինչ այլոց Ռուսաստանի մասով նոր տեղեկություններ կային, որ անօթաչու սարքեր է տրամադրում Իրանին։ Եվ
ամենակարևոր մասին գանք մեր հաղորդման, ամենակարևոր, ես փոքր ձգձգեցի, բայց ամենակարևորը սա է, իրանական IRB հեռուստաընկերությունը սկզբում հստակ սպառնացել է Միացյալ Արաբական Էմիրություններին, Բախրեյնին եւ ելի որոշ երկրների, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցամաքային գործողություն սկսեն Իրանի նկատմամբ, ապա իրենք ծովային դեսանտ են իջեցնելու այդ երկրների ափերին եւ փորձելու են գրավել այդ երկրներից տարածքներ, շատ կարևոր էներգետիկ օբյեկտներ։ Բայց ամենակարևորը կարծում եմ այն է, որ հետո արդեն բարձրաստիճան զինվորականները հանդես եկան նման հայտարարություններով եւ նաեւ հայտարարություն եղավ, որ ոչ միայն հարևան երկրներից տարածքներ կարող է իրենք գրավել, այլ նաեւ Բել Ալ-Մանդեբի նեղուցը նույնպես կարող է փորձեն գրավել։ Իսկ սա կարող է ավելի սարսափելի դառնալ, քան Հորմուզի նեղուցով անցումների խոչընդոտումը։ Ճիշտ է, իրենցից փոքր հեռու է գտնվում Բել Ալ-Մանդեբի նեղուցը, բայց այնուամենայնիվ Իրանը կփորձի գրավել այն, որպեսզի ամբողջությամբ քայքայի համաշխարհային տնտեսությունը։ Այսինքն այլևս այդ կապը, որ կա գլոբալ հարավով բարձրացող դեպի միջերկրական ծով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն ազատ աշխարհ, այդ կապը վերջին պորտալները եւս Իրանը պատրաստվում է կտրել։ Հիմա կարող է դա անել, թե չի կարող անել, ես դա չեմ քննարկում, սիրելի հայրենակիցներ։ Ես ուղղակի նշում եմ այն, ինչ հայտարարվում է Իրանի կողմից։ Բայց կարևոր է այստեղ փաստել, որ իրանական կողմը իր հայտարարություններով իրեն շատ լավ է զգում։ Իրենք իրենց զգում են հաղթողի դերում եւ նոր պայմաններ, նոր սպառնալիքներ են առաջ քաշում Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին եւ նոր սպառնալիքներ։ Եվ սա տեղի է ունենում հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեծ ուժեր կենտրոնացնելով մեր տարածաշրջանում։ Այսինքն լավ, մեր զավոր արևելքում, ասենք ավելի ճիշտ կլինի, խոսքը էլիտար ստորաբաժանումների մասին է, որոնց մասին ես երկար խոսում եմ։ Այսինքն դրա մասին է խոսում Իրանը, նաև Գալիբաֆն է խոսել դրա մասին, ազգային ժողովի նախագահը, այսինքն փաստացի հիմա նրան են համարում Իրանի ղեկավարը, ու ասում է, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին չենք վստահում, իրենք բանակցություններում մեզ խաբել են, եւ հիմա այդ ամենը արվում է նավթի գների վրա ազդելու համար, այդ հայտարարությունները Թրամփի եւ փորձ անելու գրավել Խարկ կղզին եւ փոկել Իրանից էլի ուրիշ մասեր։ Դրա համար սպառնալիքը դա է։ Այսինքն Իրանը սպառնում է հարևան երկրներին, գրավել իրենց տարածքները, նաեւ փակել մեկ այլ աշխարհի համար շատ կարեւոր նեղուց։ Դրանից բացի երեք տեղեկություն ստացանք, որ Իրանը իր հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի էներգետիկ համակարգին։ Արիք այսպես ասենք, էներգետիկ համակարգ ասելով չեմ ասում ամբողջ երկրի էներգետիկ համակարգին, բայց արդեն թիրախավորում է Իսրայելի էներգետիկ համակարգը՝ ի պատասխան Իսրայելի հարվածներին Իրանի էներգետիկ համակարգին։ Դրանից բացի հրթիռներ են ընկնում նաև այն օբյեկտների վրա, որտեղ որ իսրայելական այն շրջանների վրա, որտեղ որ Իսրայելը հավանաբար ունի ատոմային ռումբ։ Միջայլոց 3 Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ասաց, որ Իսրայելը ունի ատոմային զենք, նման ինչ-որ հայտարարություն ունի չէ, բայց այսինքն Իսրայելի ատոմային զենքը չի սպառնում հարևաններին։ Հաստատի դրանով Իսրայելը ճանաչում եւ ընդունում է, որ ինքը ունի ատոմային զենք։ Եվ հետաքրքիրը այն է, որ Իրանը նոր հրթիռներ է սկսել օգտագործել ընդդեմ Իսրայելի, այսինքն նրանք օդում բացվում են, խփում ես, չես խփում անիմաստ է լրիվ, բացվում են եւ բազմաթիվ փոքր հրթիռներով, որոնց որ շատ ավելի դժվար եւ վերջը անհնար է որսալ, թափվում են Իսրայելի գլխին։ Բայց այս ամենը, որ ես ներկայացնում եմ, դա չի նշանակում այն, որ Իրանը հաղթում է այս պատերազմում։ Թրամփը կրկին պնդում է, որ իրանցիները շատ են ուզում պայմանավորվել, իրենք ուղղակի վախենում են, որ կարող է իրենց սպանեն։ Դրա համար չեն հայտարարում, որ ուզում են բանակցել, պայմանավորվել։ Չգիտեմ որքանով տրամաբանություն կա այդ հայտարարությունների մեջ, բայց մեկ բան փաստ է, Թրամփը անում է ուրիշ հայտարարություններ եւ լրիվ ուրիշ գործողությունների է դիմում։ Իրանցիները կարծես դա հասկացել են եւ հիմա
բոլորը արդեն խոսում են այդ մասին, թե միջազգային մամուլը, թե Իրանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում են ցամաքային գործողությունների։ Ինչ կփոխվի այս օրերի ընթացքում դժվար է ասել։ Ես չեմ կարծում, որ Իրանը հաղթանակ է տանում այս պատերազմում, բայց կարելի ասել, որ ես չէի էլ սպասում, որ Իրանը այս աստիճան կարող էր դիմադրել եւ լուրջ խնդիրներ ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Հետաքրքիր է, որ ոչ Իսրայելի համար այդքան, քանի որ Իսրայելում ավելի դժվար ժամանակ էին կանխատեսում իրենց համար այս պատերազմի սկսվելով ուզում էին այս պատերազմը, բայց պատրաստ էին շատ ավելի վատին։ Հիմա տեղի ունեցավ այն, որ Պարսից ծոցի երկրները շատ ավելի շատ են ուժում, քան Իսրայելը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պատերազմից եւ ամբողջ աշխարհը շատ ավելի շատ է ուժում, քան նույն Իսրայելը։ Այսինքն սպասվածից Իսրայելը իրենք ինչ որ սպասում էին, դրանից շատ ավելի քիչ են այս պահի դրությամբ ուժել։ Այն, որ Իրանում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը օդի լիարժեք գերակայություն ունեն, դա փաստ է, չնայած Իրանը հաղորդում է, որ ինքնաթիռներ է խոցում, դա պատերազմական դեզինֆորմացիա է, այսինքն տեղեկատվական պատերազմ է, սիրելի հայրենակիցներ։ Բայց եթե Իրանի դեմ թեկուզ եւ սահմանափակ գործողություններ չիրականացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա դժվար թե կարողանան բացել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև դժվար թե կարողանան հեռացնել այդ դրոնային եւ հրթիռային վտանգը, ավելի թույլատրել Պարսից ծոցի եւ Իսրայելի նկատմամբ։ Դրա համար ես չեմ շտապում եզրահանգումներ անել, կրկնեմ, օդից Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ Իրանում այրել են, վառել, ոչնչացրել են, ինչը որ ներկայացնում էր իրենց համար սպառնալիք, այնինչ երևում է, բայց դա չի նշանակում, որ իրենք կարողացել են ոչնչացնել բոլոր հրթիռային փոքրիկ կայանները, որոնք որ շատ օպերատիվ ձևով դուրս են բերվում գետնի տակից կամ քարանձավներից եւ ուղղվում հարևան երկրների նկատմամբ։ Դե անօթաչու սարքերի մասին ընդհանրապես խոսք չկա, քանի որ դրանք շատ ավելի հեշտ է ուղարկել հարևան երկրների դեմ։ Այս պայմանությամբ այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։